Որոշումը 1 ժամից կտրամադրվի մեզ, որոշման հիմքը չեմ կարող ասել, ամեն դեպքում նայեք ասեմ 18 տարեկան լուրջ առողջական խնդիրներ, միջին ծանրությունով մեղադրանք, այս ամենը ինձ հիմք էր տալիս ենթադրելու, որ չի կարող լինել այն աբսուրդը, ինչը որ հիմա տեղի ունեցավ։ Հիմա որոշման հիմնավորումները չեմ էլ կարծում, որևէ բան չեմ էլ ակնկալում, որ այդ որոշման մեջ պետքա լինի, բնականաբար լինելու է այն միջնորդության արտատպումը, ինչ միջնորդություն, որ վարույթն իրականացնող մարմինը արդեն իսկ ներկայացրել է։ Նելբակյան Դավիթը բուժօգնության կարիք ունի եւ կարծես հրաժարվել է, որևէ առաջին բուժօգնությունից ինչ կարող է։ Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման այդ վայրում ուղղակի վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավել էր, իսկ այս պահի դրությամբ հիմա չգիտեմ արդեն Դավիթը ասեց իմ հետ ինչ է կատարվում, ուր են տանում, միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ, որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի սեղման գործում մեծ լումա ունեցան հասարակության որոշ ներկայացուցիչներից։ Ներողություն միգուցե մի քիչ էմոցիոնալ է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այն ինչը որ հիմա կատարվեց, ինչը որ ես ապրում եմ, խոսքերով չեմ կարող նկարագրել, իսկ իրավական առումով կարող եմ ասել 1 ժամից կլինի որոշումը, իհարկե որոշումը կբողոքարկենք, բայց դե այս դատարանից ինչ ակնկալեցինք, որ մյուս դատարանից ինչ ակնկալենք, այսօրվա մեր դատական համակարգը բոլորիս է ծանոթ։ Տիկին Նելբակյան, առողջությունը ո՞նց է ապահովելու կալանավայրում։ Ես չգիտեմ, ես ընդհանրապես չգիտեմ ոնց կարող են այդ երեխու առողջությունը այնտեղ ապահովել, որտեղ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքը հատուկ ամեն ինչը ունի այնպիսի ալերգիա դեղերից, սնունդից, ամեն ինչից ալերգիա ունի, ինքը թե սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Ես չգիտեմ ոնց են ապահովելու։ Աստված մի առասցե, չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ կարա լինի։ Մի հատ վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված մի առասցե։ Չխոսեմ։ Խափանման միջոց կալանքը տնային կալանքի փոխելու միջնորդություն երբ կարող եք դուք Մենք արդեն իսկ ներկայացրել էինք դատարանին։ Մենք դատարանին անկախ այն հանգամանքից, որ գտնում էինք հիմնավոր կասկածը առկա չէ, մենք միջնորդել էինք, որպեսզի համակցված խափանման միջոցներ, տնային կալանք, բացակայելու արգելք, գրավ, բոլոր հնարավոր խափանման միջոցները։ Մենք դրան էլ էինք պատրաստ, մայրն էլ էր դրան պատրաստ, գրել էր, խնդրում էր, աղաչում էր, ասում էր երեխուս մենակ իմ մոտ թողեք, թող դատավարությունը գնա, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Նելբակյան, բայց քննիչ ինչ ասում, եթե օրինակ դինես տնային կալանքի տակ, ինչպես կարող կոչինել, որ գործումներ աշխատել։ Քննիչը այնքան բան էր ասում, որ ես մտածում էի արդյոք ես այդ դեպքի կամ այս Դավիթ Մինասյանի մասին է, թե ընդհանրապես մենք լրիվ ուրիշ թեմայի մեջ ենք հայտնվել։ Կարող եք նշել։ Քննչական խումբ այնքան բավականին կային։ Քննչական խումբը Դե բոլորն էլ ակտիվ էին, էլի երեքն էլ։ Այնպես չի, որ իրանց ակտիվությունը կամ պասիվությունը ինչ-որ բան էր փոխելու։ Տիկին Նելբակյան, իսկ այսօրվա խուզարկության արդյունքում ինչ-որ բան գտել են, թե դատարկաձևան հեռացել են, եւ նպատակը ո՞րն էր, եթե ձերբակալման այդ գիշերը ոչինչ չէին գտել, մի հատ էլ այսօր են ներկայացրել տուն։ Նպատակը, չգիտեմ նպատակը ո՞րն էր, փնտրում էին էլի հեռախոսներ, այլ առարկաներ, որոնք կարողա, չգիտեմ, այդ ենթադրյալ դեպքի հետ որևէ առնչություն ունենային, ամեն ինչ փնտրում էին։ Գրավել են ինչ-որ բան, թե դատարկաձև։ Հեռախոս։ Ում հեռախոսը։ Կանեի։ Մոտ։ Այո։ Այսինքն իրենք կարծում են, որ դա նախապես պլանավորված գործողություն է։ Իհարկե, իրենց մեղադրանքը հենց դրա մասին էլ խոսում է։ Որտեղ է պլանավորվել ըստ իրենց։ Չկա, իրենք չեմ կարող նախաքննական գաղտնիք բացահայտել, շատ կուզեի, որ հենց այդ որոշումները տայի, կարդայիք, պետք չէր շատ իրավաբան լինել կամ իրավաբանությունից հասկանալ, որպեսզի վերլուծություն անեիք ու եզրահանգումների գայիք, ուղղակի կաշկանդված եմ այս պահին։ Այսինքն մտածում եմ, որ նախապես պլանավորված է եղել, որ եկեղեցում գան ու նման բան լինի։ Բայց իրենք որտեղից են իմանալու, որ երկրի ղեկավարը գնալ մեր եկեղեցին։ Պլանավորեն գնան սպասեին, կար մի հատ է այսինքն։ Աստծոց։
Բայց Չգիտեմ։ նշված է այդ իրենց գրագրություններում որտեղից են իմացել եւ այլն։ Հարգելիներս, իմ կարծիքով իրենք որևէ հարցի պատասխան չունեն։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերն է։ Այսինքն հրահանգը պիտի կատարեն։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Իսկ Դավիթին էստեղից երբ են տեղափոխելու։ Ես կարծում եմ հիմա արդեն կտեղափոխեն, սպասում եմ որ տեղափոխեն, ես հետևից կգնամ։ Տիկին Էլբակյան ձերբակալման Ձերբակալման իրավաչափությունը տակտիկական առումով ելնելով չի բողոքարկվել, որտեղ դա ընդհանրապես ձևական փաստաթուղթ է, որտեղ այդ բողոքարկումը ես համարում եմ ձևական։ Շտինգայանների կատարած աշխատանքների վերաբերյալ համացանցում լուրեր տարածվեցին, որ Տավուշում բավականին շատ աշխատանքներ է կատարել, դրա մասին ինչ կասեք։ Դե արդեն ասվել է, իրանք այնքան գանեն, այնքան հանրային մարդ է, գանեն այն աշխատանքները նաև ես մեր մասով ասեմ, ինչ որ արել է դպրոցում, ու անում է դպրոցում, դպրոցներում, երևի թե մենք ամբողջ դասարանի ծնողներով չենք կարողանում անել, բոլոր երեխաների համար եւ դպրոցի համար։ Տիկին Գայանն հոսպիտալացվեց, թե հրաժարվեց։ Ես չտեսա ինչ եղավ Տիկին Գանեն։ Ճիշտն ասած ես Գանեին եմ փնտրում, դուք կանչեցիք, եք այս, չգիտեմ հիմա ուրա Գանեն, ես տարան, մենք հիմա մտածում ենք Միքայելի, որտեվ ասեցինք բուժաշխատողա, կարծես թե Միքայելի մոտ էլ թոքաբոր բա կասկածում։ Ես հիմա չեմ էլ հասկանում Միքայելին պիտի մեկը տեր կանգնի, մեկը Գանեին պիտի տեր կանգնի, Դավիթին ինչ պիտի անեն։ Տիկին Էլբակյան, եթե այս այն ինչ որ այդ միջադեպը տեղի ունեցավ, վարչապետը չլիներ, շարքային քաղաքացի լիներ եւ նման բան լիներ, կհարուցվեր գործ, կլիներ կալանք։ Հիմա դուք եք միամիտ, թե ինձ եք միամիտի տեղ։ Ես հարցնում եմ։ Իսկ տենց դեպքեր չի լինում, չեք հանդիպում, օրվա մեջ երևի 100,000 անգամ ենք տեսնում նմանատիպ դեպքեր։ Ինչ ասեմ, հոդվածն էլ է հենց այդ դրա մասին չէ խոսում։ Քաղաքական հոդված է, չէ դրված։